Հունիսի 5-ի լրասով Reopen Media-ի Renews լրատվականը շարունակում է աշխատանքը, այսօր հունիսի 5-ն է, ժամը 15-ն է, տաղավարում աշխատում է Սոնա Թումանյանը։ Լրատվություն ուղիղ եթերից, թարմ ինֆորմացիա վաղ առավոտից, փորձագիտական կարծիքներ, բազմակողմանի մեկնաբանություններ։ Renews լրատվականը ուշադրության կենտրոնում է պահում ձեզ հետաքրքրող թեմաները, ապահովում անաչառ եւ անկողմնակալ լուսաբանում։ Մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում։ Մեզ կարող եք հետևել նաև Reopen.media կայք-էջում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը հնարավորություն կտա լրագրողներին ուղղել օրակարգային հարցերը, այլ ոչ թե մեջբերում եմ խոհանոցային։ Լրագրողների հարցին արդյոք եկեղեցու հետ հարաբերություն պարզելը առաջնային օրակարգ է, Սիմոնյանն արձագանքել է։ Դաշտը բաց է այսօր ով ինչ ասես քննարկում է։ Հանրությանը հիմա սա է հետաքրքրում։ Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատում ենք դրանց շուրջ, շուտով շատ հետաքրքիր նորություններ կլինեն։ Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտը այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը։ Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա, եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ինչ պետք է անեմ, ինքը բա ինչ պետք է անի ուզում հասկանամ։ Այսինքն եթե բացվի պետք է հեռանա, պարզ։ Դու կգա գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դրա ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։ Հիշեցնենք, որ ազգային ժողովում շարունակվում են բյուջետ 2024-ի քննարկումները, արտաքին քաղաքական գերատեսչությանը հատկացված միջոցներն արդյունավետ ծախսելու հաշվետվությունը ներկայացնելու հերթը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանինն է։ Այսօր վաղարավոտյան վարչապետը շարունակել է քննարկել ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության թեման։ Facebook-յան գրառման մեջ նա նշել է, թե իր ընկալմամբ ամենայն հայոց կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտության կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե ամենայն հայոց կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին երկրորդն ինքն անձամբ թող պարզաբանի, արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի։ Մենք իր հոտը իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը, գրել է Փաշինյանը։ Վարչապետը գործադիրի նիստում պատմել է Բջջնիի եկեղեցի իր այցի մասին, հայտնել, որ կառավարության հատկացրած գումարով վերականգնվել է եկեղեցու վնասված պատը։ Նա նաև պատմել է համալիրի մյուս բարեկարգումների եւ նորոգումների մասին։ Պիտի գոհունակությամբ ընդգծեմ, որ Բջջնիի եկեղեցու վնասված պատը արդեն հիմնանորոգված, այսինքն վերականգնված է, տվյալ դեպքում հիմնանորոգում ասելը սխալ կլինի։ Նաև մենք լուծեցինք մի շատ կարևոր խնդիր, մենք հիմա տեղադրել ենք լուսավորության համակարգ, որով լուսավորում ենք Բջջնիի ամրոցի պարիսպները եւ երեկոյան ժամերին այդ պարիսպները տեսանելի են բավականին հեռվից։ Հաջորդը ինչա, այսինքն դրանից առաջ մենք արել ենք եւ այս խոսակցությունը այդ առիթով սկսվեց։ Մենք հրազդան Բջջնի ավտոճանապարհն էինք հիմնանորոգել, որը էլի Հայաստանի բացահայտման մի շատ կարևոր գործիք է։ Գործադիր նիստի ընթացքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց, իրենց խոսքով ի պաշտպանություն Հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ակցիայի մասնակիցներն ընտրել են իրենց անհամաձայնությունը հայտնելու ոչ սովորական ձև։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին ակտիվիստները կոչ են արել նրան կենտրոնանալ ավելի կարևոր եւ լուրջ խնդիրների վրա, զերծ մնալով հոգեվորականների հասցեին մեկնաբանություններ անելուց։ Ուրեմն սա մեր մահվան դեսպանն է, եկել է դժողքից, ասելու, որ արդեն Նիկոլի ժամանակն է, վերջապես հեռանալու դժողք, եւ Նիկոլի կենակցին եւ Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժողքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժողքի շատ քիչ պատիժ
մարդիկ ովքեր որ պատիժ են գրում հիմա դժոխքում շատ քչերն են, որ այսքան շատ մեղքեր են գործել եւ այդպես սրբապղծություն, ներապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն, Կառավարության նիստից հետո Սփյուռքի գործերի հանձնակատար Զարե Սիրանյանը եւս անդրադարձել է վարչապետի հայտնի գրառումներին։ Մեջբերում եմ. եկեղեցին ժողովուրդն է, այն ժողովուրդն է, այն անձինք են, որոնք ձևավորում են եկեղեցին։ Այսինքն եկեղեցին շինություն չէ, հիերարխիկ վերնախավը չէ։ Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն։ Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում վարկաբեկում են եկեղեցին եւ վարկաբեկում են եւ արհամարում են եկեղեցու ներքին կանոնակարգերը, նշել է Սինանյանը։ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել, ըստ որի Լեա եւ Royal Seas Engineering ընկերություններն իրենց պատկանող 30 միլիոն դրամ արժեցող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը որպես նվիրատվություն փոխանցում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Լեայի տնօրենը պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել գերատեսչությանը նվիրել Լեա եւ Royal Seas Engineering ընկերություններին պատկանող ընդհանուր 30 միլիոն 105 հազար դրամ արժեքով ավիացիոն տեխնիկական ունեցվածքը զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով։ Նախարարությունը նպատակահարմար է համարել ընդունել այդ գույքը։ Նշենք, որ Royal Seas Engineering ընկերության սեփականատերը զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանն է, որը հայտնի է նաև պատրոն Դավո մականվամբ։ Պաշտպանության նախարարությունը High-Tech կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայություն նշանակելու ընտրության նպատակով մրցույթ է հայտարարել։ Մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները ծրագրավորում, ցանցային, համակարգային ադմինիստրացիա, կիբերանվտանգություն մասնագիտություններով։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հիշել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, մեղադրել նրանց կոռուպցիայի մեջ։ Նրա խոսքով, երբ մարդիկ զգում են, որ մոտենում է իրենց թալանած գույքը, վերադարձնելու պահը փորձում են ցույց տալ, թե իբր գործող իշխանություններն էլ նույնն են անում։ Կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի, եւ ընդ որում անդրադառնալիս ես այսպիսի մի ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, դե մտածելով կառավարության նիստա, դե հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ, այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուրու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ, ոչ ասելու մանկապարտեզներս ձեռից առան, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկաս տահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Վիճակագրական կոմիտեի տվյալով 2025 թվականի մայիսին Հայաստանում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մինչև 4,3%։ Հատկապես աճել են սննդամթերքի գները 7,4%-ով։ Բանջարեղենը թանկացել է գրեթե 30%-ով, իսկ ձուկն ու ծովամթերքը ավելի քան 20%-ով։ Աճել են նաև առողջապահության եւ տրանսպորտի սակագները, կյանքի որակի բարելավումը եւ գնաճը ոչ մի կետում չեն հատվում։ Բյուջե 2024-ի ամփոփումը ցույց է տալիս, որ տնտեսությունը զարգանում է, իսկ բարենային ապրանքների արժեքներն այլ բան են հուշում։ Իմ գործընկեր Աննա Հարությունյանն է քննարկել թեման փորձագետի եւ համաքաղաքացիների հետ։
Գներն աճում են, եկամուտները ոչ միշտ։ Գնաճը տնտեսության ամենազգալի, բայց երբեմն անտեսանելի ճնշումներից մեկն է։ Ամեն գնում ուղեկցվում է հաշվարկով, ընտրությունը սահմանափակումով։ Գնաճն ազդում է բոլորի վրա, անկախ եկամտի մակարդակից, բնակության վայրից եւ սոցիալական կարգավիճակից։ Այն առաջանում է, երբ պետության մեջ փողի զանգվածի եւ ապրանքային ծավալի միջև կա խզում։ Շատ ժամանակ իրարամերժ նույնիսկ պատկերացնող բոլոր տեսաբանները, տնտեսագետները հստակ միակամ են այն հարցի շուրջը, որ գնաճը դա պետությունը քայքայող գործընթաց է եւ ամեն ինչ պետք է անել, իհարկե խելամտի ողջամտության սահմաններում գնաճը զսպելու, կարգավորելու եւ նրա ազդեցությունը տնտեսության վրա բավականին թույլատնելու համար։ Գնաճը հարված է հասցնում տնային տնտեսություններին։ Յուրաքանչյուր ընտանիք այն զգում է իր բյուջեի վրա, այն խնայողությունները սպառելու միտում ունի։ Հարվածը գալիս է հիմնականում պարենային ապրանքների դաշտում։ Պարենային ապրանքներն այն ապրանքներն են, որոնք որ քաղաքացին պարզապես կենսագործունեության համար իր պետք է անպայման օգտագործի իր օրգանական ֆիզիկական գոյությունը պահպանելու նպատակով։ Մեր հնարավոր հաղթանակը բանակի սպառազինության բարձր մակարդակն է։ Մասնագետի բնորոշմամբ 35 տարի շարունակ Հայաստանը իր հնարավորություններով զիջել է Ադրբեջանին։ Դա կոտրելու համար մեզ պետք է տնտեսական աճ 10-ից 12%։ 10-ից 12% աճ ստանալու համար, նա ունենալու համար, կառավարելու նրա նախադրյալները ստեղծելու համար պետք է բոլոր լիազորված մարմինները աշխատեն։ Այդ թվում նաև կենտրոնական բանկը եւ կենտրոնական բանկի կրավորական կեցվածքը բազմաթիվ տնտեսական հարցերի շուրջը կարծում եմ ընդունելի չէ։ Մասնագետի բնորոշմամբ պետությունը հնարավորություն ունի զսպման միջոցառումներ իրականացնել։ Կան զսպման երկու ճանապարհներ՝ պետական մասնակցություն, այդ թվում կենտրոնական բանկի կողմից, եւ տնային տնտեսությունների ադապտացում։ Պետությունը գոնե պետք է փորձի հնարավորին չափ գների իջեցում ապահովել, գների մակարդակի չթողնի, որ ցնակ ինքնակառավարում են, որովհետև Հայաստանի Հանրապետություն դասական իմաստով գների աճը կարելի ասել նույնիսկ անբացատրելի է։ Դա ընդհանրապես որոշակի նաև արևելյան վաճառականության, արևելյան շահույթ գործելու, մաքսիմալ շահույթ գործելու որոշակի պատմական կարծրատիպեր է ստեղծում։ Պետությունը այստեղ մեծ անելիքներ ունի։ Տնտեսվարողները հրաժարվեցին խոսել այս թեմայի շուրջ։ Գնաճն իր ամենավնասակար հետևանքները թողնում է սովորական քաղաքացիների վրա։ Հանգացումներ նկատել եք վերջին շրջանում, թե ոչ։ Իհարկե նկատել եմ։ Հանգացումը շատ է։ Իվրդում ամեն նայմինավանյան թանգացում է տեղի ունենում։ Դաժե եթե ինչ-որ մի բան չի թանգանում, քիչ է թանգանում, քանակն է քչանում։ Տարբեր ապրանքներ գնաճ կա, ոչ չկա, կա։ Չեմ թաքցնի, էլի կա գնաճ։ Во-первых, կատնամթերքն է շատ թանկացել։ Ինչ որ մեկը կա, որ գնաճ չի նկատել ընդհանրապես բոլոր հարցերում, թե պարզապես հացից սկսած, ավարտած ամենապրիմիտիվ կենցաղային իրերով։ Ամենուրեք գնաճ։ Նալոգներն ա շատացել, ծախսերն ա կրկնապատկվում, տուգանքներն ա ինչ որ անտեղի գալիս, գույքահարկն ա թանկացել, աղբի գումարն ա թանկացել, ամեն ինչը ավելի թանկ, տրանսպորտն է թանկացել։ Գները շարունակ բարձրանում են, սակայն բնակչության եկամուտները նույն տեմպերով չեն աճում։ Սա հատկապես զգալի է ամենօրյա սպառման ապրանքների դեպքում։ Գնաճը զսպելու հարցը այլևս միայն տնտեսագիտական խնդիր չէ, այն քաղաքական որոշում է կամք պահանջող ու գործողության սպասող, որը պահանջում է բոլոր լիազորությունների ջանքերի համադրում։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Աշխարհի անցուդարձին անդրադառնանք, Միացյալ Նահանգները ներեցեք վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ էր անում անհապաղ, անվերապահ եւ մշտական հաշտություն հաստատել Գազայի հատվածում։ Փաստաթուղթը սատարել են անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Սակայն Միացյալ Նահանգները միայնակ խոչընդոտել է բանաձևի ընդունմանը, պատճառաբանելով, որ տեքստում բացակայում է Համասի ձեռքին գտնվող պատանդների ազատման պահանջը։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կարծում են, որ բանաձևը հավասարության նշան է դնում Համասի եւ Իսրայելի միջև, անտեսելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ՄԱԿ-ում աջակցել Իսրայելին։
Երեկոյան Ռուսաստան եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 1 ժամ 15 րոպե։ Քննարկեցինք օդանավակայաններում ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաեւ երկուստեք այլ հարձակումներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության, գրել է Դոնալդ Թրամփը եւ հավելել, որ Պուտինը շատ հստակորեն հայտարարել է, որ ստիպված է լինելու արձագանքել օդանավակայանների վրա տեղի ունեցած հարձակմանը։ Զրույցի մյուս կարևոր հատվածի վերաբերյալ Իրանն է արձագանքել։ Թեհրանը պետք է պատասխանը չուշացնի, ընդգծել է Թրամփը եւ կրկնել, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Ըստ նրա այդ մոտեցմանը համաձայն չէ նաեւ Պուտինը։ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Հռոմի պապ Լեո 14-րդի հետ եւ փոխանցել հովվական ծառայության մեջ հաջողության մաղթանքներ։ Պոնտիֆիկոսը կողմ է արտահայտվել ռուս ուղղափառ եւ կաթոլիկ քույր եկեղեցիների միջև երկխոսության շարունակմանը։ Պուտինը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Կիևի ռեժիմը շեշտը դնում է հակամարտության սրման վրա, նաև ընդգծել, որ Ռուսաստանը շահագրգռված է քաղաքական դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնել։ Կրեմլի հաղորդագրությունում հատուկ նշվում է, որ Պուտինը Լեո 14-րդի հետ խոսել է պատրիարք Կիրիլի խնդրանքով։ Հիշեցնեմ, որ Հռոմի պապը ոչ միայն կաթոլիկ աշխարհի հովվապետն է, այլև Վատիկանի կամ Սուրբ Աթոռի միապետը։ Լոնդոնն ու Փարիզն ավարտել են Ուկրաինայում զորքերի տեղակայման ծրագրի մշակումը։ Բլումբերգ գործակալությունը նշում է, որ Լոնդոնի եւ Փարիզի իշխանությունները հետաձգել են ծրագրի իրականացումը մինչև հաշտության մասին բանակցությունների վերսկսումը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շրջանակում Միացյալ Նահանգները քննարկում է բրիտանական, լեհական, ֆրանսիական եւ գերմանական զորքերի տեղակայումը Դնեպր գետից արևմուտք։ Թուրքիայից գրեթե ամեն օր ստացվում են ստորգետնյա ցնցումների մասին հաղորդագրություններ։ Հերթական երկրաշարժը տեղի է ունեցել Անտալիա նահանգի Գազիփաշա շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են վաղ առավոտյան, ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։ Բոլորս էլ մեր մտքում քարտեզի վրա ցանկալի ուղղությունների տասնյակ ունենք, իսկ երբևէ մտածել եք, բացի Գառնիից, Գեղարդից, Տոլմայից եւ Հանրապետության հրապարակում πάρող շքեղ շատրվաններից, ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում։ Ես վստահաբար կասեմ հյուրընկալությունն ու անվտանգությունը, բայց Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի վերլուծությունները հակառակն են փաստում։ Ծովափնյա հանգիստ, թե բացահայտումներ հանրապետության տարածքում։ Արձակուրդներին ընդառաջ վիճակագրությունը Renews-ի լրատվականից ռեպորտաժի տեսքով։ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն էլի նվազել է։ Քովիդից հետո միայն 2023-ին էր հաջողվել հաղթահարել 2019-ի շեմը, նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը եւ ավելացնում. դրան նպաստել է ռուսների եւ ուկրաինացիների մեծ հոսքը, բայց 2024-ին 2023-ի համեմատությամբ մոտ 5%-ի նվազում կա։ Նվազել է նաեւ 2025-ի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 11%-ով։ Շատ ոգևորվեցինք կորոնավիրուսից հետո այդ վերականգնման գործընթացով, այսպես այցելությունների, զբոսաշրջային այցելությունների այսպես դինամիկ աճով եւ ըստ էության մեզ մոտ գների, ես կասեի, անհարկի բարձրացում տեղի ունեցավ։ Համակարգի բարելավումը կառավարության նոր որոշմամբ է պայմանավորում Ապրեսյանը, ասում է նախագիծ են ներկայացրել էկոնոմիկայի նախարարություն, հավանության է արժանացել, պիտի դիմեն կառավարություն, որ հարկային քաղաքականությունը բարելավի։ Սա միակ պատճառը չէ, որ զբոսաշրջիկները չեն շտապում նախկին տեմպերով Հայաստան այցելել։ Անվտանգության խնդիր կա, երկրի ներսում չէ, սահմանների մոտ։ Հայաստանը դեռևս եվրոպական, ամերիկյան, ճապոնական, մեզ համար շատ կարևոր նպատակային շուկա հանդիսացող երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ինտերնետային կայքերում ներկայացված է կարմիր սահմանագծերով։ Այն է ոչ այնքան անվտանգ երկիր։ Ստացվում է ըստ Ապրեսյանի մի շարք երկրների կառավարություններ հորդորում են իրենց բնակիչներին չգալ Հայաստան։ Գալու դեպքում էլ հեռու մնալ զբոսաշրջային ակտիվ Սյունիքի կամ Տավուշի մարզերից։ Ըստ վիճակագրության 2024-ին Հայաստան ամենաշատը եկել են Ռուսաստանից 937.823 մարդ։ Իսկ որտեղ են ցանկանում հանգստանալ մեր քաղաքացիները։ Տուրմենեջեր Լուսինե Դավթյանի խոսքով զբոսաշրջության համար ակտիվ համարվող այս սեզոնին բնակչության համար առավել նախընտրելի են ծովափեր ունեցող երկրները։ Եգիպտոս,
Մոնտենեգրո, Կիպրոս, Էմիրություններ, երբեք չի զիջում իր դիրքերը, Մալդիվյան կղզիներ եւ այլն։ Տուրիստական գործակալության աշխատակիցն ընդգծում է, որ զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի Եվրոպա, բայց սրան խոչընդոտում են դեսպանատների մերժումները։ Բոլորը ցանկանում են տեսնելով տոմսերի մաչելի արժեքները գնալ, բայց դեսպանատները արհեստականորեն ստեղծում են շատ խառնաշփոթ իրավիճակ, որը որ շատ վատ է անդրադառնում։ Հիմնական մերժումներ կարող են լինել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն այստեղ մշտական գործ, բավականին լավ եկամուտ, սեփականություն ու մեկ էլ շատ անհիմն մերժում։ Առավել տպավորիչ են ներքին զբոսաշրջության տվյալները։ 2023-ի համեմատ 2024-ին գրանցվել է 23% աճ։ Հարցված քաղաքացիներից շատերն այս տարի եւս պլանավորում են հանգիստն անցկացնել հայրենիքում։ Երևի թե Հայաստանում կհանգստանամ, Սևան եմ գնալու, տենց եմ նախատեսել։ Եթե ես գնալ լինեի, անպայման Հայաստանում կմնայի, չեմ գնա դուրս, բայց այս տարի ընդհանրապես ոչ միտեղ չեմ պլանավորել գնալ։ Ես Գյումրի կուզենայի գնայի, որտեղ ես ընդեղից եմ։ Ես Գյումրին շատ եմ սիրում, ես գյումրեցի չեմ։ Բայց ինք որ մնաց Գյումրի, ես էլ հետը կգնամ։ Յուրականում։ Հունաստան, Գրեցիա, մեկ է Դուբայ, Արաբսկի Էմիրատը։ Ես նախատեսել էի Հայաստանում, բայց արդեն հուլիսից հետո։ Ներքին զբոսաշրջության աճը խոստումնալից է, սակայն արտասահմանցիների հոսքի վերականգնումը պահանջում է ռազմավարական մոտեցում եւ վստահության ամրապնդում։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Open Media։ Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Այցի օրակարգից հայտնի է, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն 2 տասնյակից ավելի ներկայացուցիչներով։ Հյուրերը հունիսի 5-ից 6-ը կմնան Երևանի Դվին հյուրանոցում։ Պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա Մայր Հայաստանի հուշահամալիր եւ հանդիպումներ կունենա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ 1 տարի առաջ էր հայտարարել, որ ինքն անձամբ է ինքնաթիռի մոտ դիմավորելու Մատվիենկոին։ Այժմի լրահոսը սպառված է, Renews-ի աշխատանքին ուղիղ եթերում հետևեք ժամը 18-ին, մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում, ամենօրյա թարմացումներին ծանոթացեք նաև մեր պաշտոնական կայք էջում։ Բոլոր հարթակների հողումները կարող եք գտնել ուղիղ եթերի նկարագրության հատվածում եւ կցված մեկնաբանության մեջ։ Ռուսալեզու եւ անգլալեզու լուրերի թողարկումներին կարող եք հետևել գլխավոր թողարկումից հետո համապատասխանաբար ժամը 22-ին եւ 23-ին։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, առայժմ